Վերջին 2 ամսում եպիսկոպոսական ժողով կազմակերպելու երկրորդ խոչընդոտն է պատոհասել Մայրաթորին։ Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսական ժողովից 2 շաբաթ առաջ հայ առաքելական եկեղեցու 6 եպիսկոպոսի իրավապահներն արգելել են բացակայել երկրից։ Մայրաթորը դեռ քննարկում է կրկին հետաձգել եպիսկոպոսական ժողովը։ Գիտեք, որ 6 եպիսկոպոսների Մայրաթորից երկրից բացակայելու արգելք է տրված եւ սա նոր իրողություն է ու այս նոր իրողության պայմաններում քննարկումներ կլինեն։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրենը խոստանում է կհրապարակվի եկեղեցու որոշումը։ Եսայի քահանան չի բացառում, որ եպիսկոպոսները ժողովն անեն հեռավար տարբերակով։ Տեղի կունենան քննարկումներ եւ համապատասխան կերպով որոշումները կայացված կտեղեկացնեն։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Դեկտեմբերին էր Մայրաթորը նշանակել եպիսկոպոսների ժողովը։ Այն հետաձգվել էր եւ պետք է կայանար այս ամսի 16-ից 19 Ավստրիայում։ Եսայի քահանան չի երգում վերլուծաբանների այն տեղեկությունը, որ ժողովը արտերկրում անելու որոշումը կայացվել էր Հայաստանից դուրս ծառայող եպիսկոպոսների դեմ իրավական հնարավոր ճնշումներից խուսափելու համար։ Եպիսկոպոսների մտահոգությունը կար այստեղ բռնաճնշումների եւ այդ պատճառով նաեւ հետաձգվեց եպիսկոպոսատ ժողովը եւ որոշվեց ի վերջո իրականացնել Ավստրիայում եւ հիմա էլ տեսնում ենք նաեւ այս նոր իրավիճակը։ Եսայի քահանան եպիսկոպոսական ժողովի օրակարգից փակագիծ չի բացում։ Այդ ժողովի մասին Մայրաթորը հայտարարել էր Սրբազան հայրեր տիրադաֆրճակվածների Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպումից հետո։ դուք այսօր արտահայտ Այդ օրը տիրադաֆրճակվածները հայտարարել էին, թե կաթողիկոսական նոր ընտրություններ են պահանջում։ հանրություն Ըստ վերլուծաբանների եպիսկոպոսական ժողովին պետք է քննարկվի տիրադաֆրճակված 9 եպիսկոպոսների հետագա ճակատագիրը։ եւ եկել եմ հետեւյալ մի Տիրադաֆրճակվածների շարքում նաև նախկին եպիսկոպոս այժմ կարգալույծ Արման Սարոյանն է։ Հենց նրան կարգալույծ անելուց հետո են Մայրաթորի 6 եպիսկոպոսներ իրավապահների թիրախում հայտնվել։ Մուշեղ, Վահան, Նաթան, Հայկազուն, Մակար եւ Հովնան սրբազաններին շաբաթային քննչական կոմիտե հրավիրել մեղադրյալի կարգավիճակով։ Եկեղեցին լրացնել, վախեցնել, բռնաճնշումներ։ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելքի պայմաններում Մայրաթորի 10 եպիսկոպոս չի կարողանա մասնակցել արտերկրի ժողովին։ Անազատության մեջ գտնվող Միքայել, Բագրատ, Արշակ եւ Մկրտիչ սրբազանները խնդրել էին հնարավորություն ստեղծել իրենց մասնակցության համար, բայց արտերկրում ժողով անելու դեպքում այդ շանսերը զրոյանում են։ Տիրադաֆրճակված 9 եպիսկոպոսներն էլ հայտարարել էին, թե բոյկոտելու են եպիսկոպոսական ժողովը։ Ալբերտ Սերոփյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։